Ես մի հատ ֆոտո ցույց տամ այնտեղ, հետո միանգամից ավելի հետաքրքիր կդառնա։ Ես շատերը ճանաչում են որպես նկարիչ, բայց ես դիզայներ եմ, industrial designer։ Իմ դիպլոմը եղել է էլեկտրոմոբիլ 1969 թիվ։ Ես եմ իմ սարքած մակետի վրա նստած։ Ինչ հետաքրքիր է։ Սա դիպլոմային աշխատանքն է։ Հայաստանում դեռևս 69 թվականին Հայաստանում, հետո 70 թվականին արտադրվեց 3 հատ էլեկտրոմոբիլ 31 տոննանոց տարողությամբ, եւ այդ 3 էլեկտրոմոբիլը ամբողջ Սովետական միությունով մոտ 2 տարի փորձարկում անցավ, շատ հաջող։ Նրանք ոչ մեկը դեռ չգիտեր ինչա Տեսլա, ինչա չգիտեր, բայց պարզվում է, որ Հայաստանը արդեն այդ ուղու վրա էր։ Եվ քանի որ ինձ համար ավտոմեքենան շատ կարևոր է, բանը ես երազում էի դառնալ ավտոյի դիզայներ, բայց Խորհրդային Միությունում դա անհնար բան էր, իսկ այստեղից բացակայել ես չէի ուզենա։ Եվ համել նկարչության մեջ իմ մոտ տեսնեք շատ կա կին, ոչ կերպար, անդադ էսքիզներ էի անում, հարյուրավոր դարձավ, տեսա որ դա կարելի է մի հատ որպես կոնցեպտ համարել, այդ կոնցեպցիան հետո ծնվեց, սենց եմ բացատրում, իմ համար եմ մտածում այսպես, կար ժամանակ, երբ տղամարդու համար հպարտության նիշը դա իր գեղեցիկ ձինն էր եւ գեղեցիկ կինը։ Հիմա ձին փոխարինվել է ավտոյով։ Եվ այդ սիմբիոզով կարող ես բաներ ստացվի։ Ավտոյի սինթեզը։ Հա։ Հետաքրքիր է։ Սրանք եթե նկատում եք ավելի շատ Տեսլայի դիմագծով արված, որտեվ ինչ-որ կապ կար Իլոն Մասկի անմիջապես չէ, բայց իր խմբի հետ միասին, որ Ամերիկայում պետք էր որ ցուցահանդես լիներ այս տարվա վերջերին։ Բայց այդ կապը որ ինձ ապահովում էր, անսպասելի մահացավ, ես չգիտեմ ինչ։ Հիմա մնացել է աշխատանքների մի մասը մնացել է այսպես իմ մոտ։ Սա այն հայտնի Սայեդ Բեռնահա, հիշում եք։ Սրա մեջ ոչ մի կանացի բան չկա, դու ոնց Չկա։ ես համադրել։ Էս է կոնտրաստ է, էլի ստացվում ինձ։ Իսկ ընդհանրապես մեքենաների դիզայնի հիմքում կանացի։ Ինչ որ բան կա, չէ՞։ Ես յուղաներքները ցույց տամ ձեզ։ Սա իհարկե ստեղծվածքը դժվար է, չէ՞ մի քիչ։ Այսա նայեք։ Սա BMW-ի դիմագծերով է։ Ես մեկը ավելի շուտ, ոչ թե ավելի շուտ, այլ հենց Տեսլայի դիմագծերով է։ Քանի էսպիսի աշխատանք ունեք։ Յուղաներք ես այս պահին ունեմ ընդամենը 3-4 հատ, բայց պատրաստվում էի, որ մի քանի հատ էլ հիմա Չինաստանում է, բայց նոր այնտեղ փորձում եմ աշխատել։ Սա նորություն է պասում, շատ դժվար է, էլի, ես չգիտեմ, սրանցով մարդիկ սովոր չեն այս տիպի աշխատանքի։ Սովոր չէ, բայց եւ յուրահատուկ է այդ կարևոր։ Սպეციფիկ է։ Ստացվի լավ հաճույքով անում եմ։ Ինչ է կարծում ես շարքը կուզենաք մեր մոտ ցուցադրել։ Այս է դա է մտածում, ձեր մոտ սա, մոտ է։ Կարող է մի քանի աշխատանք, հա, որպես նորություն եւ հետաքրքիր է։ Ես ասացիք նոր եք սկսել ես։ Սա լավ, ավելի Վերջին շրջանում։ Վերջին։ Այն Տեսլայի կապը որ հետ եղավ։ Փոխանակ տխրեմ, սկսեցի ուրախ բաներ։ Սա էլիկա։ Չէ, այս թեման ես ունեի, ունեք սա տեսեք, սա 80-ական թիվ է։ Բայց այդ թեման կար իմ մոտ։ Ես իսկապես մի հատ դալիճ է պետք որ ցուցադրվի ես, բայց չունեմ այսօր այդ հնարավորությունը։
Իսկ այս տիպի էսքիզներ 100-ից ավել է։ Այսրանք ճիշտ հասկացա վերջերս եկար է թե Սա արևածը ստարվա սկզբին։ Բայց գաղափարը վաղուց կար։ Գաղափարը դեռ 3-8 թվականից մի 15 տարի առաջ ասում եմ մոտ 200 էսքիզ կա ասենց։ Ավելի փոքրները կա։ Բայց սրանք ամենը կարող է դառնալ կտավի ուղ։ Կարող է դառնալ ամբողջ պատի վրա մի հատ ինչ ասեմ, պաննո, հա։ Կոմպոզիցիա։ Նայած։ Բայց սա դժվար խնդիր է, դժվար է որտեղ անծանոթ բան է։ Նոր էս փորձում եմ անել ավելի սպეციფიկ ֆիրմաների, որտեղ իրենց հետ կարելի է։ Ես գիտեմ որ դուք նաև զինանշանի վրա եք աշխատել։ Այդ Կպատմեք մի քիչ։ Այդ միջև առավոտ կարող եք պատմել։ Սա 90-ական է։ Բաներ մռայլերի մոտ։ Դուք գիտեք, ինչ վիճակներում էինք պատերազմ։ Որ հետո այստեղ 12 կամ ավել տարվա էսքիզներ են զինանշանի վերաբերյալ Հայաստանի։ Մշակումներ եւ այլն։ Եվ կա իմ համար համենայնդեպս գոնե վերջնական մի քանի տարբերակ։ Կարծում դրան առանձին կանդրադառնանք, որտեղ սա առանձին աշխատանք է, ինձ թվում է արժի որ մի հատ նայեք։ Եվ սա լուսավոր ժամանակվա գործ է, զգացվում է։ Հա, այս էլ է այդ մեքենայի շարքերից։ Սա Տեսլա է։ Կոնկրետ։ Իմ թերությունը գիտեք ինչն է, ես գիտեմ։ Շատ եմ ծրվում ես մոմենտում, շատ տարբեր է։ Սա էլ մի շրջան էր, որ այսպես բաներ էի անում։ Մի քանի տասնյակ ունեմ։ Ես ինձ հատուկ չի։ Ռուբեն Քոչարի ֆիլմի համար եկել էինք ձեր մոտ Միություն։ Միություն կարծեմ, հա։ Եվ դուք ինձ եւ ընկերուհուս խնդրեցիք, ասացիք, ես հիմա աշխատում եմ։ Մի հատ կնի, որ դուք կանգնեք, ես ձեր պրոֆիլը սենց։ Ուր է այդ աշխատանքը։ Այդ մեծ աշխատանքը ես այդ աշխատանքը նվիրեցի Շուշիին, Շուշիի թանգարանին։ Եվ ոչ միայն այդ մի աշխատանքը, եւս 5 աշխատանք։ Եվ հետաքրքիր է պատմեմ Շուշիի թանգարանի մասին։ Շուշիի թանգարանը ստեղծվեց իմ աջակցությունը կա դրա մեջ։ Մոսկվայում ապրում էր Գրիգորի Արկադիևիչ, որը եղել էր Սովետական միության վերջի նախարարը ընդերքի վերաբերյալ։ Ինքն է հայտնաբերվել Թուրքմենիայի գազը։ Ներասպիրանտ եղած ժամանակ։ Բավական շուշեցի էր ինքը, բայց ապրում էր Մոսկվայում արդեն իհարկե։ Ինչ-ինչ ձևերով ինձ ծանոթացեցին իր հետ, ինքը ասաց, ես ուզում եմ, որ Արցախը ունենա իր պատկերասրահը, բոլոր երկրները ունեն, ու ես այդ բանը կանեմ։ Ես ունեմ աշխատանքներ, ես եղա Իրաստանը մոտ 80 աշխատանք ուներ, բայց տարբեր տեղերից, Փարիզի փողոցներից գնաց, բան, ոչ արժեքավոր այնքան գործեր, բայց ամենից ասաց, սա թող դառնա հիմք, կարեն օգնի ինձ սա շատացնենք։ Ես իրեն ծանոթացեցի Սամվել անունով մի հատ կոլեկցիոներ կար, Հովհաննիսյան մահացել ափսոս Մոսկվայում էր ապրում, չգիտեմ գիտեք թե չէ, որը շատ մեծ կոլեկցիոն էր նկարների եւ շատ արժեքավոր նկարներ։ 20-ական թվականների ռուսական արվեստի լավագույն գործերից Սարյան, Մինաս, չգիտեմ, Այվազովսկի եւ այլն։ Իրանք դարձան ընկերներ։ Եվ այդ Սամվելը նվիրեց Գրիգոր Արկադիևիչին մոտ 400 թե 500 նկար։ Այդ թվում եւ Սարյան կար մեջը եւ Այվազովսկի կար, անուններ համենայնիվ եւ ռուս արվեստի նշանավոր էր։ Հետո ինձ խնդրեցին, որ ես կազմակերպեմ Հայաստանից նույնպես ինչ-որ հավաքածու, մեր մոտ բացվեց ցուցահանդես, նկարիչները նվիրեցին ինչ-որ աշխատանքներ եւ նկարիչության ֆոնդերից 100 քանի հատ աշխատանք ես ընտրեցի ամենալավերից միջևս, ափսոսում եմ, որտեղ որով գնաց մեծ աշխատանքներ, կոմպոզիցիոն աշխատանքներ։
իր աշխատանքները ինքը ամբողջ կազմակերպեց, այդ ամբողջ տեղափոխեց Որ թվականներ։ դա 15 մոտավորապես։ Եվ հետո որոշեց, որ Շուշիում թող լինի այդ թանգարանը։ Այնտեղ մի հատ շենք կար հենց հրապարակի վրա, որը առավ աստորեն ամբողջ վերանորոգեց եւ այդ թանգարանը բացվեց։ Ու այդ կորավ գնաց։ Այդ աշխատանքները կորան, ինչ շատ եմ ափսոսում, որ Շուշին հանձնվեց։ Ինձ իմաստվեցին, որ ձեր Մոնտեի աշխատանքը գրկվել է ինչու, որտեղ այդ օրերին տարել էին Ստեփանակերտ ժամանակավոր ինչ-որ ցուցադրման։ Ու դա մնացել էր այդ կոլեկցիայից դուրս, բայց այս վերջին անգամ որ ամբողջ դադարվեց, դա հետ է կորավ։ Ամեն տարի ընտրում ենք մի քանի նկարիչների, այսինքն 10 քանի եւ օրացույց ենք տպում, դառնում է ասենց յուրահատուկ կատալոգ։ Այս տարվա 2026-ին արդեն հիմա տպարանում է։ Ու օրինակ մեր կոլեկցիոներները անհամբերությամբ սպասում են այս կատալոգին, օրացույցին ավելի շուտ, եւ յուրաքանչյուր գնումի հետ մենք իրենց նվիրում ենք ու ունենք հաճախորդներ, որոնք իրենց նկարում ուղարկում են, որ տարիներով հավաքել են եւ սա էլ իրենց համար մի տեսակ փոքրիկ ստիմուլ է լինում նոր աշխատանք գնելու։ Շատ եմ ափսոսում, որ տարիներ շարունակ դուք կաք, ես շատ ուշ եմ իմացել եւ շատ պրոֆեսիոնալ լուրջ գործ եք անում։ Զարմանալի։ Հայաստանում ես չգիտեմ ով կա այսպեսի բծախնդիր եւ ճիշտ ուղղությամբ գնացող։ Շնորհակալ եմ եւ մեզ համար էլ խանութ չէ, էլի ձեր սովորական նկարի խանութ չէ, այլ լուրջ աշխատում եք, շատ պրոֆեսիոնալ։ Շնորհակալ եմ գնահատանքի համար եւ մեզ համար իսկապես ուրախալի է եւ մեծ պատիվ է, որ դուք ցանկություն եք հայտնում միանալ մեր նախագծին եւ ցուցադրվել մեզ մոտ։ Մենք միշտ ուրախ ենք եւ պատրաստական եւ հատկապես գիտեմ չեք սիրում այդ արտահայտությունը, բայց ավելի ավագ սերնդի ներկայացուցիչները երբ ունեն փորձառություն եւ անցած ճանապարհ արդեն այս տարի կլինի 81-ը։ Դե չես ասի ընդհանրապես։ Ես ասում եմ։ Նայելով ձեր նոր աշխատանքները, ես կասեի, որ ձեր մոտ նոր փուլ է սկսվել։ Հա։ Ես շատ ծրագրեր ունեմ։ Իսկ դուք ո՞րն եք համարում ձեր օրինակ ստեղծագործական ճանապարհի ամենայն բեղուն տարիները։ 80-ականները շատ ակտիվ էր, 70-ականները, 80-ականները։ Հետո մի պահ եղավ Արցախյան պատերազմի ժամանակ նույնպես շատ բուրն աշխատանք էր գնում։ Շատ ակտիվ էի աշխատում, զարմանալիորեն լույս չկար, պատուանի լույսից մի թեթև ինչքան հնարավոր էր, բայց այնքան շատ գործ եմ արել չեք պատկերացնում։ Հետո մի տեսակ անկում եղավ, հետո նորից ոնց որ դեք իրականավորը։ Իսկ այդ երկար տարիները, որ դուք նախագահում եք նկարիչների միությունը, այդ ժամանակ խանգարում էր այդ ստեղծագործական աշխատանքը։ Ես խափում էի, ասում էի, որ չի խանգարում, բայց իրականում իհարկե ինչ-որ չափով խանգարում էր։ Չնայած ասում էի, չէ, ես հասցնում եմ եւ սա եւ նա, բայց հնարավոր չի դա։ Ոնց ինչ շատ նվիրվեցի միությանը եւ այդ ժամանակ եւ երանտ տեղով։ Մեր կենտրոնում մենք արդեն բարբերաբար ցուցադրում ենք մեր կայքում ցուցադրվող եւ ներկայացվող նկարիչներին։ Ցուցադրությունները ի զարմանոց բոլոր նկարիչներին մենք կազմակերպում ենք ամբողջովին անվճար, որպես դա է աջակցություն արվեստագետին, այսինքն տարածքը տրամադրում ենք, կազմակերպում ենք եւ սիրով։ Զարմանալի բաներ եք անում, ուրախ եմ։ Մերսի։